Հնարավոր է թերևս որոշ առումով հասկանալ զգացմունքները մի ժողովրդի, որին հազարամյակներ շարունակ հայտնի են գրքերի զորությունը, աղոթքի զորությունը, պատվիրանների զորությունը, ուսման և ուսումնառության զորությունը, կրոնական նվիրվածության զորությունը, առևտրի և միջնորդության զորությունը։ Սակայն ուժի զորությունը նա ճանաչեց միայն իր մեջքին հարված ստանալով։ Հանկարծ նրա ձեռքում հայտնվեց ծանր մահակը, տանկերը, հրացաններն ու ինքնաթիռները, և բնական է, որ նա բռնկվեց արբած զորությամբ և հակված է հավատալու, որ ուժի զորությամբ կարող է անել ամեն ինչ, ինչ որ մտքով անցնի։ Իսկ ըստ ձեզ, ուժի միջոցով ինչին հնարավոր չէ հասնել։ Ինչպիսի ուժի։ Աշխարհի բոլոր ուժերի։ Վերցրեք ամբողջ ուժը, որ ունեն Ամերիկան, Խորհրդային Միությունը, Ֆրանսիան և Բրիտանիան միասին։ Ինչի կարող են հասնել այս ամբողջ ուժով։ Ինձ թվում է, որ նման ուժով կարող ենք զավթել ամեն ինչ, ինչ սրտներս ուզի, Հնդկաստանից մինչև Եթովպիա։ Ձեզ թվում է, Իսրայելի հրեաներին էլ է այդպես թվում, քանի որ նրանք պատկերացում անգամ չունեն, թե որոնք են ուժի սահմանները։ Ճշմարտությունն այն է, որ աշխարհում ոչ մի ուժ չի կարող ատողին դարձնել սիրող։ Կարելի է ատողին վերածել ստրուկի, բայց ոչ սիրողի։ Աշխարհի բոլոր ուժերով դուք չեք կարող մոլերանտ մարդուն դարձնել հանդուրժող, և աշխարհի բոլոր ուժերով դուք չեք կարող վրեժխնդիր մարդուն դարձնել ընկեր։ Ահա սրանք են Իսրայել պետության կարևորագույն խնդիրները՝ թշնամուն դարձնել սիրող, մոլերանդին չափավոր, վրեժխնդիրը վնասակար մարդուն ընկեր։ Միթե պնդում են, որ մենք ռազմական ուժի կարիք չունենք, Աստված մի արասցե։ Նման անհետեթություն մտքովս անգամ չի անցել։ Ես պարզապես ձեզ նման գիտեմ, որ ուժը, մեր բանակը միշտ, նույնիսկ այս պահին, երբ մենք բանավիճում ենք այստեղ, կանգնած է մեր և մեր ոչնչացման միջև։ Ուժը ի զորու է դեռևս կանխել մեր վերջնական ոչնչացումը։